ձեր ցավը տանեմ ես։ Գրիշոն հենց պաշտոնապես անձնագրով Գրիշա Գևորգ Արամյան։ Չթողես պապան։ Վարկացել է ձեզ վրա։ Համ հեշտ է ինձ համար խոսել Արամից, համ դժվար է։ Իսկ ով կմարմնավորի ֆիլմում Արամ Ասատրյանի կերպարը։ Ծնվելու մի հատ այնպես մի հայ, որ լինի արդարության տերը հայը իր ճակատագրի։ Ասես, որ իր անունը Արամ դնիր, մեր տունը կդառնա Արամ Ավան։ Ու խոստացա, որ այդ ձայնագրվենք։ Բայց ոնց քայլում ենք Արամ ենք լսում։ Մեկ ամբողջ մարդու քաշ նվազեցրել եք ձեր օրգանիզմում։ Պատմելով չի։ Եթերային չի։ Եթերային չի։ Դե հետաքրքիր է, միանգամից ուրիշ արտաշ են տեսնում։ Ես հուսով եմ, որ ձեր պատմությունը շատերին կմոտիվացնի։ Միասին ապրենք, մեր երկրում ապրենք, մեր երկրում այս ունքան տարածքներ ունենք, որ իսկ այդ տիտղոսներն ու ամեն ինչը դրանք բլանկներ են կամ թղթերի վրա կամ ինչ-որ ստեղծված բաներ են։ Ձեր կյանքի ընթացքի մեջ ոչ մի բան չէիք փոխի։ Մի վայրկյանում Հաղորդման էքսկլյուզիվ գործընկերն է Իջևանի գինու եւ կոնյակի գործարանը։ Հաղորդման գործընկերն է Solar Portal ինտերնետային հարթակը։ Հատուկ շնորհակալություն Beauty Fabric-ին։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, լավ դուք ինչպե՞ս եք։ Շնորհակալ եմ։ Սկսենք։ Սկսենք։ Երբ մենք հանդիպեցինք ձեզ հետ, որպեսզի պայմանավորվենք հարցազրույցի համար, դուք ստուդիայում աշխատում եք ձեր նոր երգի վրա, որը Արամ Ասատրյանի երգացանկից, արխիվներից գտած երգ էր։ Կպատմեք երգի մասին եւ ինչպես եք իրեն ներկայացնելու ավելի ձեր մատուցմամբ, թե պահելու եք Արամ Ասատրյանի ամբողջ տրամադրությունը երգի մեջ։ Իհարկե պահելու ենք այդ տրամադրությունը, բայց ինչքան է փորձենք Արամ լինել, Արամ չենք լինի։ Ես ինքս չեմ էլ փորձում երգի առումով նմանացնեմ կամ բան։ Իմ տեսակով եմ անում, բայց պահում ենք այդ ամեն ինչը, որ մարդկանց արդեն շատ ընդունված Արամ Ասատրյանը այդ երգերը դարձել են դասականն են երգեր, իր մատուցած ձևը շատ չեն կարող փոխեն կամ փոփոխության ենթարկենք, բայց չենք էլ փորձում երգով հենց նույն ոնց ինքն է երգել տենց ու երգը հոգի ազգացմունք է էլ այդ րոպեն ոնց զգում ես տենց ես ներկայացնում։ Ու ասեմ Շարանա երգերի 80-ական լավ երգերն են, որ այս նոր սերունդը իմ բալիկներն էլ, այս թորնիկներն էլ այդ երգերը ասենք շատ չեն ուսումնասիրել, տենց հանված մարգարիտներ են ու լավ գանձեր են, որ ուզում եմ ներկայացնեմ նոր սերունդը այդ լավ երգերը, որ ժամանակին լսել ենք մենք իր սերունդն են լսել երգերը, սիրված երգեր են, փորձել եմ, որ նորովի մատուցենք մեր սերունդերի բալիկներին, լավ տրամադրություն փոխանցենք, օրը առօրյան անցնել բարձր տրամադրությունով, ասատրյանական երգերով։ Իսկ երգի մասին գիտեք, թե իրան լրիվ նոր եք գտել։ Գիտեք բոլոր երգերը արխիվում, որոնք կան, թե ամեն անգամ արխիվը փորելուց միևնույն է նոր երգ եք գտնում, որի մասին մոռացել եք կամ չէր ընկել ձեր աչքին։ Չէ, դե ինձ համար տենց երգեր չկան, որ ես կան մոռացվել է դե 50-40 տարիներ առաջվա ձայնագրություններ են, բայց լսելով էլի տեսնում ես, թե ինչ արխիվ ունես, ինչ աշխատանք ունի Ասատրյանը ընկերները արված գործեր ունեն ձայնագրություններ ու ափսոսում ես, որ այդ երգերը ժամանակին չեն եղել լավ որակի, չեն եղել դիսկերով, կասետներով են եղել, կան նաև ձայնագրություններ, որ այսօր չկա այդ երգերի լավ որակը կամ չի շատ տարածում ունեցել, այս սերունդի համար են ժամանակ ունեցել են բոլորը լսել են, բայց այսօրվա համար հանում ենք, բերում ենք, ակտիվացնում, թարմացնում, ներկայացնում ենք մեր սիրելի
հայրենակիցներին։ Ձայնագրման ընթացքում նկատեցի, որ Գրիշոն այնտեղ էր եւ նաեւ շատ ակտիվ մասնակցում էր ձայնագրման գործընթացին եւ շատ սրտացավ էր ձեր աշխատանքի նկատմամբ եւ նույնիսկ խորհուրդներ էր տալիս ու նկատեցի նաեւ, որ այդ խորհուրդներին դուք հետևում եք։ Ինձ հետաքրքիր է հաճախ են այդ աշխատանքային process-ները լինում եւ հաճախ եք իր խորհուրդներին հետևում։ Որովհետև նոր սերունդը ամեն դեպքում իր մոտեցմամբ լրիվ նոր է մտածում եւ միշտ չէ, որ ավագ սերունդը կարողանում է ճիշտ ընկալել նոր սերնդին եւ մտածում է, որ իր փորձը այնքան շատ է, որ երբեմն պետք չի լսել, թե իրենք ինչ խորհուրդներ են տալիս։ Իմ տեսակը դենս չի, որ ավագ սերունդ եմ, ես պետքա ու ընդունում եմ, որ նոր սերունդին ու շատ ունենք սովորելու էլ, լսելու էլ բոլոր սերունդերին, առավել եւս, որ այս մեր նոր սերունդը շատ լավն է, շատ ժամանակակից, ակտուալ են, իսկ Գրիշի հետ կապված էլ մենք որպես հայր ու որդի չենք շփվում, ընկերներ ենք, իսկ որպես երաժիշտ ինքը բարձրակարգ մասնագետ, ես դեռ 5-6 տարեկանից եմ իրան համարել, որ ինքը տես ծնունդ է, երաժիշտ է, արտիստ է, որ իրան լսելը միշտ ինձ ավելի օգուտ է տալի ու իր ասած խոսքն ու երաժշտության հետ կապված ինձ համար շատ ընդունելի է։ Դա շատ հաճելի է, անկեղծ եմ ասում, որովհետև միշտ չէ, որ երիտասարդների ձայնը լսելի է, բայց իսկապես մեր երիտասարդները շատ տաղանդավոր են եւ շատ խելացի ու իրենց մոտեցումն էլ կյանքին շատ նոր է եւ կարող են շատ հարցերում այնպիսի լուծումներ գտնել, որը շատ փորձառու մարդը այդ դեպքում այլ լուծում տալով այդքան հետաքրքիր չդարձնի գործը, ինչքան որ երիտասարդը կանի։ Եվ ինձ հետաքրքիր է ձեր եւ ձեր որդու հարաբերությունները, դուք նմանեցնում եք ձեր եւ Արամ Ասատրյանի հարաբերություններին, թե դրանք տարբեր ժամանակների հարաբերություններ են եւ դրանով տարբերվում են։ Չէ, կարելի ասել, որ նմանեցնում եմ։ Ես էլ եմ այդ ընկերությունը, այդ նույն ձև ազատ շփումները ունեցել հայրիկիս հետ ու երևի նույն բանը ես եմ փորձում ունենամ ու ինձ համար շատ ճիշտ եմ համարել այդ ձևի ընկերություն անել ծնողի հետ, ազատ լինել, չքաշվել, նույն տեսակ ես փորձել եմ ես դեռ փոքրուց Գրիշի հետ լինեմ ընկեր, որ ինքը այդ հանգստություն, այդ ազատություն ունենա ու կարծում եմ այդ շատ կարևոր է ու լինում են պահեր, որ եթե ազատ չեն անում ծնողի հետ չեն կարողանում հանգիստ զգալ, իրենց խնդիրները ասեն կամ իրենց օրվա առօրյա հետ կապված թեկուզ փոքր թե մեծ հարցերը բարձրաձայն են քննարկեն, դա բերում է ավելի խնդիրների, ավելի անջատողական է դառնում, բայց որ այդ ազատությունը կա շփման, դա բերում է հաջողության, խոսքը, խոսել է, կոնտակտը մարդու հետ միշտ ինձ թվում է դա դրական իր լավ կողմները ունեն ու ես փորձել եմ բոլոր բալիկներիս հետ եմ տենց ընկերական մեկ որ ես փորձում եմ թեկուզ որպես ծնող ինչ որ խոսք ասեմ կամ ջղայնանամ կամ բան փորձում եմ իրանց համար դա կատակի է կատակը որտեղ չեն համարում որ ես դες լուրջ իրանց հետ կարող եմ իրենց վրա ջղայնանամ կամ իրենց բան ասեմ ընկերական ավելի անմիջական է կարծում եմ դες շատ գեղեցիկ է ու լավ Եթե ցանկանում եք ձեռք բերել արևային կայան ձեր տան կամ բիզնեսի համար, բայց չգիտեք թե որ ընկերությանը վստահել, առաջին եւ միակ անվճար ինտերնետային հարթակը Solar Portal-ը կօգնի ձեզ։ Մուտք եք գործում solarportal.am կայք, անվճար գրանցվում եք եւ ընդամենը 24 ժամվա ընթացքում ստանում եք բազմաթիվ գնառաչարկներ շուկայի լավագույն եւ ստուգված ընկերությունների կողմից։ Եթե կլինի խորհրդատվության կարիք, ապա հարթակը այն կտրամադրի անվճար եւ անաչառ։ Իդեպ, ձեր բոլոր տվյալները գաղտնի են մնում։ solarportal.am մուտք գործիր հիմա։ Արամ Ասատրյանը լինելով լեգենդար երգիչ, ամեն դեպքում մարդ էր եւ որպես հայր կարող էր ինչ-որ բաներ լրիվ իդեալական չաներ։ Ինձ հետաքրքիր է կա մի բան, որ հայր-որդի հարաբերությունում ձեզ օրինակ դուր չի եկել եւ դուք դա ձեր երեխաների դեպքում բացառում եք։ Արամ Ասատրյանը երբևէ բարկացել է ձեզ վրա։ Իհարկե բարկացել են պատանեկան տարիներին մենք շատ աշխուժ էինք, չարություններ շատ էինք անում այդ ժամանակ, բայց հիմա բարկասու ժամանակին բալիկները այդ չարությունը չեն անում, որ մենք ենք անում։ Չգիտեմ, թե ժամանակներն է, թե հիմա զբաղվածությունն է, թե հեռախոսները կամ ինֆորմացիան շատ են ստանում, դրանցով են զբաղված երեխեք էլ դուրս են, չարությունը շատ չեն անում, բայց մենք մեր ժամանակ ավելի շատ դուրսն էինք, խաղերը, զբաղվածությունը, փողոցներում, ընկերական
ու անում ենք չար երեխեք ենք։ Իսկ ինչ չարաճճիությունների մասին է խոսքը։ Պատմելու չին։ Եթերային չի։ Շատ ենք մենք աղբերներով, հորեղբոր երեխեքով մի տան մեջ ենք, մյուս տունը Մոպարիս իրար կպված էր ու 10-11 տղա երեխա այդ փողոցով անցներ դառնալ, պետք է անպայման մի չարություն մեկս աներ կամ մին էլ դպրոցում չար ենք եղել։ Եվ քանի որ ժամանակների տարբերության մասին խոսեցինք, ինձ հետաքրքիր է դուք ընտանիքով շատ ավանդապաշտ մարդիկ եք, իսկ ժամանակները շատ փոխվում են այսօր։ Մեր ժամանակներում կա բան, որ ձեզ դուր չի գալիս կամ որի հետ այդքան էլ չեք կարողանում հարմարվել, որովհետև դուք այլ կերպ եք սովորել, ձեզ այլ կերպ են դաստիարակել։ Իհարկե կան պահեր, կան խնդիրներ, պահեր կան, որ մեր սրտով էլ չի, բայց ընդհանուր փորձում ենք այդ ամեն ինչի մեջ անգամ ընկալենք ու հասկանալու մոտենանք, որ լուծվելով կամ լուծելով առաջ գնանք, էլի առաջ նայենք։ Ես արդեն ասացի, որ դուք օրինակ երիտասարդների խորհուրդը շատ լսում եք եւ ինքներդ էլ շատ լավ խորհուրդներ ունեք, որոնք միշտ երիտասարդներին, ձեր երեխաներին տալիս եք։ Ինձ հետաքրքիր է ո՞րն է այն կարևոր խորհուրդը, որ օրինակ կտակ երիտասարդ սերնդին, որովհետեւ մենք իսկապես այլ կերպ ենք ապրում, մենք այլ ժամանակներում ենք ծնվել, մեզ համար ժամանակները շատ գերարագ են եւ այս արագության մեջ կյանքի գուցե ավելի հեշտ է սխալվելը, ավելի շատ սխալներ կարող ենք անել, քան ձեր ժամանակ, որովհետեւ ձեր ժամանակ կյանքը ավելի հանգիստ էր, ավելի քիչ սխալվելու տեղ կար, կամ գուցե այդպես չի, չգիտեմ։ Ամեն դեպքում ես միշտ պետքա մարդը ներել իմանա, սիրել իմանա, հարգել իմանա, այդ ամեն ինչը եթե մարդու մեջ կա, իր այդ մեծ խնդիրները կամ օրվա հետ կամ եկող խնդիրներին ուրիշ տեսական դիմավորում ու ճանապարհում։ Մարդ եթե իմ ամենալավ խորհուրդը նոր սերունդին ընդհանրապես մարդկանց, որ ներել կարողանան մարդուն, անսխալ Աստված է, կարա ամեն վարքյան մարդ մինը սխալանի, չհասկանալով րոպե հետո ինքը իր արած սխալից փոշմանի կամ չցանկանալ հասկանալ, որ ինքը այդ արեց դիտավորել այդ սխալը ու եթե տենց հասկանաս իրան նման իր արած սխալին տենց դիմավորես, կարա ավելի մեծ կոնֆլիկտ լինի, ավելի մեծ պրոբլեմ լինի, բայց հետո հասկանում ես, որ մարդը անսխալ եմ ասում, Աստված է իր արած սխալից իրան ուրիշ ձև դիմավորես, ճանապարհես իր արած սխալի դիմաց ավելի հակառակ Եթե կբերի մենակ լավ բանի, հետո մարդու հենց արժեքն է, մարդուն դրանով հասկանում են ու գնահատում են էլ սերունդները կամ պատմությունը կամ հասկանում որ այդ մարդը կարար այդ րոպեն իրան չհասկանար, իրան նման իր հետ վարվեր ու մեծ խնդիրներ ունենալ, պրոբլեմներ թե իր համար, թե դիմացինի համար, բայց եթե կարողանում է այդ հաղթահարել, դա մարդու մեծությունն է, դա մարդու վաղվա անունն ու փառքն ու պատիվն է ու երկար ապրելու իմաստն է, էլի։ Եվ քանի որ ժամանակներից խոսեցինք, կան մարդիկ, ովքեր ժամանակներից դուրս են։ Արամ Ասատրյանը հենց այդպիսի մարդ է, ինքան ժամանակ է, որովհետև մինչև այսօր իր երգերը ապրում են, եւ չնայած դուք շատ լավ որդի եք եւ շատ այսպես իր գործը շարունակում եք եւ իր երգերը նորովի ներկայացնում եք, հետևում եք որպեսզի իր երգերը ապրեն, բայց ինքը իր թողածով միևնույն է այսպես գնալու է, անկախ ամեն ինչից։ Գիտեմ, որ տուն թանգարան եք բացել Արամ Ասատրյանի անունով Էջմիածնում։ Ինձ հետաքրքիր է գուսանի գործերից այնտեղ ինչեր կան, ինչ հետաքրքիր իրեր կան, որ պահվում են թանգարանում, եւ արդյոք թանգարանը բաց է, այսինքն մենք կարող ենք այցելել եւ տեսնել։ Տուն թանգարանը չի, Ասատրյանի համար թանգարանն է, կառուցված այն հատվածում, որտեղ իր հուշարձանն է, որտեղ տունը, դե ապրում ենք, տունը շենացնում ենք, ծուխը ծխում ենք, ասենց ժողովրդական լեզվով ասեմ, ավելի անմիջական, բայց թանգարանը առանձին հատվածում է, որտեղ հուշարձանն է հայրիկիս, կան իր ձեռագրերը, կան գիրքը կնա, իրան նվիրված պարգևներն է, իր անձնական օգտագործման իրերից է, ձեռագրերից է, պատրաստ է, բայց օֆիցիալնի դեռ բացված չի թանգարանը, ասով, հուսով 70-ամյակը եղավ 2 տարի առաջ, մի հատ տենց հոբելյանական մտածում եմ լավ օր կբացվի արդեն օֆիցիալնի բացումը, որ ամեն նոր ինքը գործի, ձեր ասացի նման Արամը չի կանգ առնում, Արամը եղել է, կա ու դեռ պետք է լինի, այդ առումով էլ մի քիչ մենք էլ ենք շատ զբաղված ու
կբացվի անպայման այդ իմ լավ նպատակով արվել է ու արել ենք իմ ընկերների էլի լավ երաժիշտներով Մոսկվայում ենք համերգ ունեցանք 2008 թվականին նվիրեցինք այդ ամբողջ հասույթը հենց թանգարանին արված անկերներու շնորհիվ եւ 70-ամյակին էլ նույն ձևի այդ ֆորմատի համերգ ունեցանք Մոսկվայում կրկին լայվ արենայում հայրենիքում էլ ունեցանք մարզամերգային համալիրին այդ ամբողջն էլ տրամադրել ենք ու տրամադրելու ենք ֆիլմին գեղարվեստական ֆիլմ ենք նաեւ առաջ Աստված անելու Արամ որ ամբողջ աշխարհի եւ մեր հայությունը եւ շատ ազգեր որ Արամին լսել են լսում են ու մեր ազգի մայրերին փառ որ ունեն տես տաղանդավոր ծնունդներ ենք միշտ ունենում մեր ազգը տաղանդավոր մարդիկ շատ է ծնելու ցույց տանք Արամին էլ որ ինքը ինչ ռեկորդներ ունի սահմանած այդ դժվար օրերին, փակ օրերին, խնդիրներին ինչ ձև են հաղթահարել, ցայնագրվել, աշխատել, ուրախացրել մարդկանց տխրության, ուրախության ամեն ինչ փոխանցել են ու ունի սահմանած ռեկորդներ, որ 500-ից ավել երգեր, ունի ձայնագրություններ շատ, որ ոչ մի երգիչ այդքան ալբոմ ռեկորդ չունի։ Շատ բաներ կան ասելու ֆիլմի մեջ, որ այդ իմ ցանկությունն է ու մենակ ես կդժվարանայի անել, նաև այս ընկերներին, մեր տաղանդավոր շնորհալի երգիչներին միշտ չէ արդեն երկրորդ անգամն էր, որ առաջին արեցինք թանգարանի հետ կապված երկրորդը ֆիլմի, տենց ցույց տանք նաև օտարազգերին, որ հայը մեր Արամը ինչ երաժիշտել է երգիչ է եղել։ Իսկ ով կմարմնավորի ֆիլմում Արամ Ասատրյանի կերպարը։ Շատ չեմ կարող այդ մասին ասեմ, պետք է դա անենք առաջ Աստված։ Ռեժիսորին ընտրել եք, այո։ Արդեն մեծ աշխատանքներ արված են, հա, մոտ ենք արդեն երևի բարով խերով։ Սցենարը գրված է, այո։ Արդեն հա աշխատանքները գնում են։ Երևի այս տարվա վերջ կսկսենք արդեն նկարահանել եմ մյուս տարի հուսով ենք առաջ Աստված ֆիլմը կունենանք։ Նկարահանումները կլինեն Երևանում, Էջմիածնում, Ամերիկայում, թե Եվ Էջմիածնում պետքա լինի իր փոքր հասակից պետքա նկարահանվի որտեղից է սկսել, ինչ ընտանիքից է սկսել, իր պատանեկությունից, հետո իր արդեն շրջագայությունից, իր ապրած վայրերից, որ Միացյալ Նահանգներում էլ պետքա նկարահանվի Մոսկվայում, Ռուսաստանում իր արած տուրերից, համերներից, ապրած ու հայրենիքում է մեծ մասը նկարահանվելու, բայց նաև լինելու են նկարահանումներ դուրսը, արտերկրներում։ Ընդհանրապես երկու դերասանի անուն կասեք, որ ֆիլմում ընդգրկված են։ Մեր երգիչներն են, ընկերներն են, հենց ես ինքս եմ ցանկացել, որ մեր երգիչները, ովքեր մասնակցել են այդ պրոյեկտներին, համերգներին, իմ ցանկությունն է, որ համ ֆիլմում իրանք լինեն, համ էլ իմ շնորհակալությունը լինի, որ այդ ֆիլմը ես տեսնում եմ, ինչքան պետքա սիրված լինի, ինչքան ստացված լինի ու այդ ընկերներս, մեր երգիչները, հարազատները ոչ միայն իրանց ընտանիքներով էլ, իրանց բալիկներով էլ նկարահանվեն, որ այդ պատմությունը մեր հետ ապրում են, մեր կողքին են, իմ ընկերները, հարազատները, ինձ համար հարազատ են բոլորը, երգիչները, որ մեր հետ այդ ֆիլմի հետ իրանք էլ ապրեն, իրանց անուններն էլ, իրանց տեսակն էլ, բոլորին էլ առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնեմ։ Կան ընկերներ, որ դեռ չեն հավատում, որ այդ ամեն ինչը ասվել են պետքա լինի, բայց առաջ Աստված առողջ լինենք, այդ ամեն ինչը պետքա լինի։ Բայց մի քանի անուն ասեք։ Դե պետքա բոլորն էլ լինեն, Թաթան էլ լինի, Արմեջիկն էլ լինի, Արման էլ լինի, կան երգիչներ, որ Արամ Ասատրյան են, երգել չեն տեսել, բայց մասնակցել են ու սիրել են ու սիրում են, իրանք էլ պետքա լինեն, նոր է մեր շատ սիրված երգիչներից Արկադիկն էլ պետքա լինի, չգիտեմ, բոլորը 80-ական, 90-ական մեր երգիչներից էլ, օրինակ օրեր առաջ Լիլիթ Կարապետյանի տեսա, նորից ասեցի, որ Լիլիթ մոտենում ենք այդ ամեն ինչին, պետքա լինես մեծ ուրախությամբ երկու քուրենք, երկուստս էլ բիբոյի Մեր բակի հայտնի։ Մեր բակից պետքա փորձեն բոլորն էլ լինեն։ Հիմա թե ինչքան որ կստացվի իրանց հետ այդ ժամանակը զբաղվածությունը, բայց ինձ համար ցանկությունը բոլորը լինեն ինձ համար ավելի հաճելի է։ Անհամբեր սպասում ենք։ Ինքը բացի լեգենդար երգիչ լինելուց նաև շատ հումորով մարդ էր։
ու այդ մասին շատ հարցազրույցներում բազմիցս նշում են, ինչ հետաքրքիր պատմություն կա, որ երբևէ չեք պատմել Արամ Ասատրյանի հումորներից, իր կյանքի ինչ-որ դրվագներից ու հիմա կհիշեք։ Շատ կան, բայց այս վերջերս էլի հիշեցինք մի լավ ընկերոջ հետ օրեր առաջ էր, որ մի տղա Միացյալ Նահանգներում ապրում ենք, Ասատրյանին մոտենում, հա, ասում Արամ ջան, ինքն էլ ձայնագրման ստուդիայում էր աշխատում, տենց խանութ ունեն, ռեկորդինգ ունեն, CD-ներ էր վաճառում, ասում Արամ ջան, քո CD-ները շատ են վաճառում, իրանք երգիչների CD-ներ չեմ ուզում անել, ասում, առնում են, չի տենց վաճառում, սրդին բան է, էլի, ինքն էլ այդ երաժշտությունն է հակված սիրում, ասում Արամ ջան, քո CD-ները առնում ենք, շատ են առնում, լսում, բայց ես քո երգերը չեմ սիրում, էլի, ասում, չներանաս, ճիշտը ծախում ենք, փողեր ենք ասում, բայց ես քո երգերը չեմ սիրում, էլի։ Պապան ասում, դե թխա թողա ցավը տան, ասում, ես էլ չեմ սիրում, բայց ես 10-12 միլիոն ժողովրդին ոնց ասենք այդ ամեն ինչի մասին։ Շատ էդի լեգենդար պատմություն է դարել։ Շատ ենք այդ մասին հիշում։ Շատ ունե հումորի մեջ նաև վարպետեր, նաև լինելով ֆիլմում իր այդ հարած հումորներից, պատմություններից։ Իսկ այսօր Գուսանի հետ խոսում եք։ Գուսանի հետ ամեն օր ենք խոսում, Գուսանի հետ ամեն օր ենք կապի մեջ։ Ես ասում եմ, այդ միշտ կենացները խմեն ծնողների կամ բացակա կամ չգիտեմ, ես ասում եմ, կան, մեր սրտում են, ուրեմն ապրում են։ Եթե իմ սրտում է, իրոք իմ սրտում է, ես ապրում եմ, մարդ իմ սրտում է, ամեն օր խոսում եմ, մենք կապը մեջ ենք։ Իսկ մտքում։ Նաև մտքում։ Բայց ամենաշատը երբ եք իրեն հիշում, երբ ուրախ եք, երբ տխուր եք, երբ նոր աշխատանք պետք է անեք, երբ մտահոգ եք, երբ է ամենաշատը այդ դիալոգը իր հետ ստացվում։ Այդ դիալոգը լինում է, որ իր հետ գնում եմ, այդ երգելուց առաջ ձայնագրության գնալուց այդ իմ 2-3 ձայնագրության ժամանակ, որ սկսվեց իմ ձայնագրությունները, տաքսի ալբոմս առաջի որ ձայնագրվեցի, ու բոլորն էլ լավ երգեր, իր լավագույն երգերից բացեց, ասես որոնք ու լավերը վերցրեցի, կային գերներ բան ասին, ինչ ես անում, Ասատրյան ջան, ինձ էլ Արտաշ ջան, ես մարդու ես լավ երգերը հանեցիր, ու ինքն էր երգաստում 1-2, իմ ձայնագրությունները ինքն էր ինձ երգաստում սենց, չէ սենց արա սենց երգի, դե հիմա էլ որ գնում եմ, պատկերացնում իրան մի հատ լսում եմ կամ իրան հետ խոսում եմ, ոնց կասեր, այդ բային ոնց կուզենար այդ երգը, տենց այդ կապը ձայնագրման ժամանակ գնալուց կամ արդեն որ ուզում եմ ձայնագրվեմ, մի նոր երգման փորձում որ լսի, ասի ճիշտ էր կամ սխալ, ավելի շատ ասեր ճիշտ է, քան թե ասեր սխալ է, էլի, իմ երգածը, որ իմ հետ այդ տենց իր հետ գնում եմ։ Եվ ինձ հետաքրքիր է նաև Արամ Ասատրյանի երգացանկից մենք բոլորս ունենք մեր սիրելի երգերը, մեր մշտապես առիթների ուղեկիցն է մինչև այսօր նրա երգացանկը, բայց ձեզ համար կա առանձնահատուկ երգ, որը, չգիտեմ, սրտում հատուկ տեղ ունի։ Իհարկե, ես էլ ձեզ նման երգեր կան, որ ավելի շատ եմ սիրում, ավելի շատ եմ լսում, ավելի շատ պահեր են հիշեցնում։ Կան, այո։ Կասեք մեկ կամ երկու երգ։ Սիրեցի իմ սրտին դուր եկար, շատ եմ սիրում այդ երգը, անդադարն եմ շատ սիրում, Ասատրյանը, շատ են երգերը։ Իսկ մեքենայում հաճախ եք լսում։ Մեքենայում շատ չենք լսում, բայց ոնց քայլում ենք Արամ ենք լսում, որ չուզենք էլ Արամ լսենք, լսում ենք, էլի, եթե գնում ենք միտեղ մի սրահ կամ մի ռեստորան կամ մի շրջագայություն, ինձ գդիմարեն Արամի երգով գնանք մի ռեստորան կամ չգիտեմ, ոնց լինի Արամն այլ է։ Իսկ դա արդեն ձեզ համար սովորական է, թե մինչև հիմա այսպես սիրտը ջերմացնում է, երբ մտնում եք սրահ ու Արամ Ասատրյանի երգն է հնչում։ Ջերմացնում է ու շատ հաճել է, շատ ու գնահատել է ու ինչքան լսում ենք, այնքան հասկանում ենք, որ թե մենք ինչ մեծություն ենք ունեցել, ինչ մեծության հետ ենք ապրել, ինչ մարդեր էլի, շատ համ հեշտ է ինձ համար խոսել Արամից, համ դժվար է։ Շատ հետաքրքիր է, որ դուք հենց մեզ նման եք խոսում իր մասին, երրորդ դեմքով Արամը, այլ ոչ թե պապա չեք ասում, հայր չեք ասում։ Այո, հենց դա ամեն ինչ ասում էլ իր մեծությունն իր երգը ու ես միշտ ասել եմ, ես ձեզ նման եմ Արամին, ու ինչ Արամին
ուզում եմ ասեմ, դա հենց ժողովրդի խոսքերն են, որ փոխանցում եմ Արամի մեծությունը, դա ինձանից չեմ ասում։ Ինձ մարդիկ անգամ պատմություններ, անգամ գեղեցիկ ներկայացնում են Արամի տեսակը, որ ես մեր ժողովրդի այդ լավ խոսքերի, այդ լավ փոխանցման փոքր մենեջերն եմ, մենեջմենտն եմ անում, որ ասում եմ մարդկանց հենց մեր հայրենակիցների, մեր ժողովրդի այդ լավ խոսքեր են ինձ ուժ են տալի, որ ես կարողանում եմ ասեմ, իրոք Արամը ով էր, ինչ մեծությունն է, ինչ տեսակ է, ու ես ինչեր եմ ուզում անում, սա հենց մեր սիրելի ժողովրդի ցանկությունն է։ Վերջի երգն էլ, որ ես երգեցի, շատ սիրվեց առաջին Արամն էր, էլի մեր ժողովրդի ցանկություններ ինձ մոտեցան ու ստիպեցին, որ մենք մեր գենի մասին, որ երգել ենք հարևան, ընկեր, բարեկամ, եկեղեցի, հարազատ, չգիտեմ, ամեն ինչ, ու մենք մեր մասին չենք երգել ու ստիպեցին ու այդ ինձ շատ մեծ ուժ է տալի ու շատ մեծ հզորություն եմ ես զգում։ Առաջինը Արամն էր, իմ հայրն էր, բոլորիս մեծերն էր, աշխարհն էր։ Առաջինը Արամն էր, իմ պապն էր, բոլորիս մեծերն էր, աշխարհն էր։ Բոլորիս մեծերն էր, աշխարհն էր։ Այդ երգը շատ քննարկվեց, շատ տարածվեց, մարդիկ շատ լսեցին, շատ հոլովակներ նկարեցին այդ երգի հետ կապված TikTok-ներում հիմա ինչպես ժամանակակից աշխարհում էդիթներ են արվում։ Ինձ հետաքրքիր է դուք նկատեցիք, որ երգը որքան շատ սիրվեց, որքան շատ տարածվեց, նաև հումորով ընկալվեց, մարդիկ այսպես շատ տարբեր ընկալեցին։ Դուք այդ մեկնաբանություններին հետևում եք։ Չէի հետևում, դե արդեն անցնում էր մեր կողքով նաև մեր շնորհալի կամ տաղանդավոր էլի ընկերներն են անում, թե երգիչներ, թե դերասաններ, թե բլոգերներ, շատ հաճելի էր ու շատ լավ է ինձ զգում, ու հիմա էլ եմ լավ զգում, որ արվում է իրանցն է, եթե իրանցը չի, չեն վերցնում, իրանց երգն է, իրանց երգիչի մասին էր կամ իրանց ազգից որևէ մեկի մասին էր ու իրանցը համարեցին, ինքան հաճելի է, որ այսօր մենք որտեղ լինենք, համ ցանկանում են այդ երգը, մենք երգենք, համ եթե երգում ենք էլ մեզ հետ հավասար երգում են առաջին Արամներ, իրենց սիրած աշխարհներ, երգիչներ, լեգենդներ։ Եվ ոնց որ այս երգով սկիզբ դրվեց ու շարունակական է լինելու ձեր եւ Գրիշոյի համագործակցությունը, որովհետեւ ժողովուրդը նաեւ ձեզ ընկալեց որպես դուետ եւ շատ սիրեց։ Կլինեն նոր երգեր միասին։ Անպայման կլինեն։ Շարունակություն էլ ունեցանք հայր ու որդի, ես քո որդին էլի շատ լավ երգ է ու պետքա լինեն, էլի մենք մի ընտանիքից ենք, նույն ճանապարհին ենք, նույն գործով ենք զբաղվում ու մեր ասուտված շնորհը ուրախացնելա ամեն մի հայի օջախ, ամեն մի հայի տուն, այդ նույն գործը իմ բալիկն է, Գրիշան է շարունակում ու արդեն էլի մեր սիրելի հայրենակիցներն են, եթե հրավիրում միասին են ցանկանում տեսնել մեզ, մենք էլ միասին երգում ենք Արամի երգերը, մեր երգերը, վաղվա երգերը։ Իդեպ Գրիշոյի անունը դրել եք ձեր հորեղբոր անունը, ով բացահայտել է ձեր տաղանդը։ Ես կուզեմ մի քիչ այդ մասին պատմեք, այդ ժամանակ ինչպիսին էր Արամ Ասատրյանի արձագանքը, երբ ձեր հորեղբայրը ասաց, որ դուք շատ շնորհալի եք եւ պետք է շարունակեք իր գործը։ Շատ լավ էր, շատ լավ զգաց, որ տես բան են ասում, ինքը չի հայտնում, վերև որ ինքը ասել իր որդու մասին, որ ու պարտադրեց հոպարես Գրիշը, որ անպայման Արամն էս երեխուն ուշադրություն դարձրա ու ձայնագրի ու տենց էլ եղավ, երգեցինք 90 թվականին մշո երգիրներ անուշ, երկու երգ երգեցինք ու շատ սիրվեց։ Իդեպ ասեմ, այս վերջերս նորից ցանկացան մարդիկ, որ այդ նույն երգը հիմա էլ ես եւ Գրիշան երգենք մեր երգերի մասին, արե գնանք մուշ-մուշ, մուշում անենք նուշ-նուշ, նանի-նանի, այ-նանի, երգիր ունենք հայրենի, բարով թող գային տարին, մուշում անենք նոր տարին։ Ու խոստացա, որ ձայնագրվենք, կձայնագրվենք այդ երգը երևի կրկին հայր ու որդի, որ էլի մեր ազգը, մեր ժողովուրդը համ ուրախանա, համ մեր սրտերում կա, մեր մտքերում կա, մեր ծովից ծովի Տերը ու արդարությունը գալու է օրը լինելու է էլի մի հատ հայրս էր ասում մի հատ լավ օր, այսօր որ Սփյուռքում ծնվում են բալիկներ, իրա լավ
կողմը ունենալու է, ծնվելու մի հատ այնպես մի հայ, որ ոչ թե զենքով, այլ գրչի հարվածով լինի արդարության տերը հայը իր ճակատագրի։ Բարով գա այդ տարին, մուշում անենք նոր տարին։ Իսկ Գրիշոյի տաղանդը դուք եք բացահայտել։ Գրիշոյի տաղանդը Աստված է Գրիշոյին տվել։ Գրիշոն Փոքրուց երգ։ Փոքրուց երգեց, այդ երգից սկսվեց, ես փոքրիկ երգիչ եմ, Արամի թորնիկն եմ, այդ երգը բոլորը գիտեն, ինքը ռումիներեն երգ էր։ Ինձի փոխանցին ասին երեխա շատ քաղցր երգանուշ լսի, Գրիշան հետս էր մեքենայի մեջ, մենք Կեշմիածնից գալիս ենք Երևան ու հետ դառնանք այդ փոքր գործով։ Այդ ճանապարհի ընթացքում արդեն մի քանի անգամ լսելով հետ գալով դեռ Կեշմիածին չենք հասել, արդեն Գրիշան այդ երգը 5 տարեկան էր մեքենայի մեջ նստած էր։ Նույն ձևի երգ է ռումիներեն, ինձ համար զարմանալ էր։ Հենց այդ վարքյանին էլ տուն չգնացինք, մի անգամից գնացինք մեր Սերգեյ Կարինյանից, Գուսանես տուն, ասի Գուսան ջան բան եմ տեսնում, էլի պետք է արվի անպայման ու օրեր անցավ այդ երգը շատ հզոր լավ ձևի գրեց, ձայնագրվեց ու այդ Գրիշայի դարձավ հայտնությունն ու իրան ասել թե ինքը ով է ու ինչով պետք է զբաղվի։ Ու միշտ ասում եմ երգել ես 5 տարեկանում, պետք է ուզում եմ դառնամ ես սուպեր երգիչ, ասում եմ պետք է այդ խոսքը տվել ես ամբողջ ժողովուրդը լսել է, ընդունել է ու ծափարել է ու դրա տերը պետք է լինես, դառնաս այդ մարդը ու փառք ասու այդ ճանապարհին է ու ամեն օր ապրում է ստուդիայով, երգով, երաժշտությունով, որ այս մեր գենը, մեր երգը, մեր աշխարհը փոխանցի մեր աշխարհին։ Բայց Գրիշոն նաև ֆանտաստիկ տաղանդավոր ջութակահար է։ Երաժշտի ու երաժշտական գործիքի նկատմամբ իր սերը էլի նկատել եք, բացահայտել եք, թե ինքը արդեն ինքնուրույն գնաց այդ ճանապարհով, երբ ավելի մեծացավ։ Քույրը Սյուզին իմ աղջիկն էր գնում ջութակի, ինքը ավելի շատ հետաքրքրվեց ջութակով, քան թե որ մտածում ենք մեր աղջիկը Սյուզին զբաղվի ջութակով։ Առաջի 2 դասին որ գնաց ջութակը բերեց, Գրիշոն ավելի զգացինք հակված է ու կապված այդ գործիքին, դեռ մանկապարտեզից 4 տարեկանից երկից առաջ է ջութակին գնացել։ Ու մանկապարտեզից գնում էր ջութակի, նորից վերադառնում էր մանկապարտեզ։ Ջութակով էլ մեծ գործեր ունի նվագած, ավարտած, Սայաթնովան այսօր իր նկարը կա դպրոցում, կարմիր դիպլոմով ավարտել է, կոնսերվատորիայում շարունակում է, ջութակի բաժնում սովորում է։ Ինձ թվում է մի փոքր ժամանակի երիկին նաև ջութակով էլ շատ լավ ստեղծագործություններ կներկայացնի մեր սիրելի հայրենակիցներին, հայերին, նաև աշխարհին։ Զբաղվածությունն է շատ, որ միասին չեն կարողանում այդ նույն տեմպով ոնց որ երգով զբաղվում այդ ձևի ջութակով, բայց ջութակը եթե 6 ամիս, 3 ամիս, թեկուզ մի տարի չի գործիքը կպնում գործիքին նվագում, վերցնում է 10-20 րոպե հավասար այդ 3-4 կամ 6 ամսով իր պարամուքին այդ ձևի ջութակով էլ է էլի շատ տաղանդավոր ու իրան էլի ջութակով էլ Աստված շռայել է ամեն ինչ տվի, որ շատ են ասում, երևի դրանից մի քիչ էլ հանգիստ է, որ էլի երբ անդրադառնա այդ գործը շարունակի կամ պետք է անպայման նվագի, էլի պետք է լավ գործեր նվագի ու փոխանցի։ Խոսենք մի փոքր ձեր առողջության մասին եւ այն ֆանտաստիկ արդյունքի մասին, որ հասել եք ընդամենը 3-4 տարվա ընթացքում 58-ից 60 կիլոգրամ քաշի նվազեցում է եղել, որը, չգիտեմ, երբ մինչև ռեյքը խոսում ենք, այսինքն մեկ մարդու քաշը եւ իսկապես մեկ ամբողջ մարդու քաշ նվազեցրել եք ձեր օրգանիզմում։ Ինձ հետաքրքիր է ոնց այդ որոշումը կայացրիք, ում հետ քննարկեցիք, դա եղավ միանգամից կայացրած որոշում, թե տարիներով քննարկումների արդյունքում եկաք հանգեցիք, որ պետք է այդ
վերջնական վիրահատության դիմելու պահը գա։ Այդ ամբողջը այդ հատվածը COVID-ի շրջանը, որ կանգնեց աշխարհը, կանգնացրեցին մարդկանց, տուն մնալ սովորեցրեցին, ասենց ասեմ։ Այդ ժամանակ մենք միշտ աշխատանքների մեջ ենք, զբաղված ենք եղել։ Այդ ժամանակ որ կանգնել ենք արդեն, մի փոքր իմ մոտ ավելի, թե չգիտեմ, մարդիկ շատ լսեցի, որ կորոնայից հետո ամեն մեկին մի ինչ-որ խնդիր, այդ գերության խնդիրը ավելի էր ինձ մոտ էլի գերացել է ու զգում եմ, որ ինձի խնդիրը էլի գերությունը բոլորին է խնդիրներ առաջացնում առողջական ու մտածում եմ, որ շատ պետք է վազես, չգիտեմ, բան դուրս չգաս ջիմերից, այս որ այդքան քաշ անհնար է նաև նվազեցնել, որոշեցի, որ 110 կիլոգրամից ավել։ Հա, 30 կիլոյի ավել էի, հա, ու խնդիր էր էլի, ու մտածեցի ամենակարճ ճանապարհը, որ մենք ժամանակ էլ չունենք էլի, այդ ամեն ինչին, համ երիտասարդանանք, համ քաշը նվազեցնենք, համ էլ ժամանակի հետ որոշեցի, որ անել։ Դեռ շուտ էի ուզում անել, քննարկումներ էի անում, մտածում էի ինչ կարա էլ բնությունը էր առողջության հետ կապվածը, բայց հասավ այն ժամանակը ու ընտանիքս ինձ հետ չէր, ես հայրենիքում էի, ընտանիքը դուրսն էր, որոշեցի շատ արագ անեմ, որ ոչ մեկ ամեն մեկ իր կարծիք ունի, չէ, որ ոչ մեկ չխանգարեն ու ես եմ որոշել ու իմ աղջիկս էր մենակ Սյուզին էր հայրենիքում, միասին գնացինք, մյուս օրը անցավ բարուխելով այդ ամեն ինչը, նոր ընտանիքս իմացել է վայ, ասացի էլ վայ չկա, գնում ենք առաջ։ Իսկ արձագանքները, երբ արդեն լրիվ կերպարանափոխված եք, ընկերների, կնոջ, ընտանիքի անդամների այդ առաջին ռեակցիան, երբ որ ձեզ տեսնում էին։ Նույնիսկ մարդիկ, ովքեր չգիտեին, որ ինչ-որ միջամտության եք դիմել, մեկ էլ լրիվ այլ տեսքով ձեզ միանգամից տեսնում են։ Դե հետաքրքիր է, միանգամից ուրիշ արտաշ են տեսնում։ Մարդիկ կան այսօր քայլում են, էլի չգիտեմ ես եմ դեռ թե ես չեմ, իրանց մեջ հարցեր լինում են, որ հարցում են կներեք էլի, ճիշտ ենք նկատել, ըստ բանի տրամադրության ասում եմ չէ կամ հա կամ ասում եմ մոտավոր, բայց այդ շրջանը որ արել էի, դեռ չէի համակերպվել, որ ասեի բան, հետո զգացի ցանցերում մարդկանց շատ բան է էլի, այս ամեն ինչը հետաքրքիր թե ու կապեցին առողջական խնդիրների, տենց ասացի, որ Ես միայն առողջության հետ կապվածը լավ իմաստով ավելի առողջ լինեմ, ավելի շատ էներգիա ունենամ, ավելի շատ կյանքս երկարացնեմ, որ ծառայեմ ավելի շատ իմ սիրելի գործով զբաղվելով իմ սիրելի լսողներին։ Եվ ես նկատում եմ, որ ձեր մոտ էլ շատ տրամադրության առումով փոխվել է, էներգիայի առումով փոխվել է եւ հիմա դուք ձեզ շատ լավ եք զգում այս կերպարով, որը կա։ Մեհերաշք։ Եվ ձեր կնոջ արձագանքն է ինձ ամենաշատը հետաքրքրում եւ չգիտեմ ինչ է ինքը ասում բարբերաբար, կան հումորներ։ Մի փոքր այդ հատվածը, որ ես արդեն քաշս նվազում էր, դուրսն են ասեցի աննայինք Միացյալ Նահանգներում են։ Այդ առաջի հանդիպումն էր, որ արդեն փոխվել է ես, որ իրար գրկեցին կամ կարոտել ենք, ասեց ուրիշ մարդ ես արտաշ դարձի, ասի, հենց էդ էի ուզում Աննա ջան, բայց հիմա էլ շատ են բոլորին արդեն աչքներին սովորեցել, ընդունվեց, հիմա ես ինքս չեմ կարողանում այդ ժամանակը հիշեմ, նայեմ ու մտածում եմ ինչ է, ավելի շուտ կարելի է այս արագությունը կյանքը շատ արագ է, այս արագությունը ավելի շուտ բացել։ Եվ հաջորդ քայլը պահարանը թարմացնելն էր եւ ամբողջությամբ։ Ամենադժվարը դա էր, շատ դժվար էր։ Շատ սիրված տենց ես ինքս ունեի պահարանում ակուստներ, վենաշ, ամեն ինչ։ Համ բաժանում էի, համ էլ ուրախ էի, որ նորը գալիս է ավելի իմ ուզած չափերով, սայզներով։ Եվ ավելի հետաքրքիր էր, այս ընթացնելը շատ հետաքրքիր։ Հիմա էլ շատ լավ եմ զգում ու մեհերաշք։ Ես հուսով եմ, որ ձեր պատմությունը շատերին կմոտիվացնի եւ իրոք քաշը տեսքի առումով ոչ մի խնդիր չի տալիս, բայց առողջական առումով շատ լուրջ խնդիրների կարող է հանգեցնել եւ ճիշտ ժամանակին ճիշտ որոշումը կարող է բերել ավելի
էներգիայով լի, ավելի լավ զգացողության։ Վերադառնալով ձեր երգացանկին, ինչ նորություններ են սպասվում, որովհետև մեկ երգի մասին արդեն խոսեցինք եւ հասկացանք, որ աշխատում եք, բայց ես գիտեմ ինչքան աշխատասեր մարդ եք դուք եւ ինչքան հաճախ եք երգեր թողարկում։ Առաջիկա պլաններում ինչ կա։ Առաջիկա պլաներում ինձ մոտ հիմա եթե անկեղծ մոտ 20-30 ավել ձայնագրություններ ունեմ արված, վերջացրած ու ունեմ պլանավորված մոտ մի 50-100 երգ, որ էլի պետքա ձայնագրեմ, ամեն օր աշխատում ենք, մենք ամեն օր երգ ենք անում ձայնագրում ու հիմա ժամանակին լավ էր, ամեն տարի մի ալբոմ ենք թողում, տարիկար 2 ալբոմ ենք ձայնասկավառակ թողում, հիմա որ դարձել է սենց սեզոնա են կամ մի երգ, 2 երգ են անում, մենք են մի քիչ վադազգում, ասեն ամեն օր երգ են անում այս մարդը, բայց մենք սիրում ենք այդ երգերը ունենք, կան լավ տաղանդավոր շնորհալի երգահաններ, երգիչներ, ես էլ ամեն օր սիրում եմ նոր բան երգեմ, նոր մի միտք ասեմ ու անում եմ ու զգում եմ որ ոնց որ մենակ չէ, կոպիտ կլինի, ոնց որ ես եմ շատ անում այդ բանը, ասում եմ քիչ այնց անեմ, ոնց որ մնացածն են անում, բայց իմ մոտ այնց երգերը մնում է էլի արխիվում։ Հիմա ունեմ 30-ից ավել ձայնագրություն ունեմ ու լավ երգեր ունեմ, որ արդեն mən փոքր վիդեոների վրա այդ նոր երգեր եմ դնում ու մարդիկ գրում են արդեն ճանաչես ինչ լավ երգ, ես որտեղը գրում եմ ստիպված շուտով ու տենց շուտովը իմ մոտ գնում է արխիվ էլի, չգիտեմ։ Ես մտածում եմ երևի 1, 2, 3 ալբոմ մի անգամից թողարկեմ էլի, այդքան երգեր ունեմ արված մոտս ու երգեր ունեմ, որ պլանավորս պետքա անեմ էլի, որ նպատակներիս մեջ է։ Բացի երգելուց, երաժշտական մարդ լինելուց, մշտապես երաժշտության մեջ լինելուց, էլ ինչ հետաքրքրություններ կան, որոնք ձեզ շատ հատուկ են։ Ես գիտեմ, որ շատ լավ պատրաստում եք խոհանոցում։ Խոհանոցը շատ եմ սիրում ու լավ պատրաստում եմ, շատ ես գուրման եմ էլի, դառումով ու ստեղծագործել։ Շատ եմ սիրում ու հիմա ես շատ չեմ ուտում կամ ասենք, բայց էլի այդ սերը այդ ամեն ինչի դեպի կուխնյան, այդ ամեն ինչը սիրում եմ էլի, ինձ հանգստություն է տալ ինձ այդ ստեղծագործել, ուտելիք պատրաստել, արվեստ է ինձ համար էլի նաև, շատ եմ սիրել, ես միշտ ասեմ, եթե ես չերգեի, մի առիթով կինս էլ ասեց Անան, անպայման խոհարար կլիներ լավ, պրոֆեսիոնալ, ու շատ եմ սիրում, այդտեղ ինձ լավ եմ զգում էլի կուխնյամ ստեղծագործել, ուտելիք պատրաստել, համ, հոգի, կյանք, դրվում է էլի, չես ուտում, չգիտեմ, կշտանալ, մոտենում ես, ապրում ես էլի։ Ինձ հետաքրքիր է դուք գնում եք խոհանոց, երբ այնտեղ մարդ չկա, թե օրինակ ձեր կինը կարող է աշխատելիս լինի, գնաք ասեք մի րոպե, ու դուք սկսեք աշխատել։ Գնամ ասեմ, թող ես անեմ, ես ավելի արագ կանեմ կամ ավելի բան։ Չէ, կարամ գնամ կանգնացնեմ, վերցնեմ ես շարունակեմ էլի այդ ամեն ինչին։ Շատ լավ եմ զգում կուխնյայում ու հանգիստ զգում, ոնց որ ինձ հանգստություն էլ է տալի։ Ինչն եք ամենալավը պատրաստում։ Ինչ պատրաստեմ, չգիտեմ, շատ լավ եմ պատրաստում, համով եմ պատրաստում, հա։ Կարամ ուտելիք պատրաստեմ, երկրորդ անգամ նույնը չկարողանամ պատրաստեմ, ավելի զարգացնեմ, կզարգացնեմ, ավելի գնա դեպի լավը, բայց որակը չի իշտի։ Անան մեկ-մեկ ասում այն որ արել է, ասում եմ Աննա ջան, ես դա չեմ արել, տենց դու պետք է այդ ամեն ինչը ֆիքսես կամ նայես, որ նույն բանը ուզում ես, էլի հիշացնես կամ դու անես, ես ստեղծագործող մարդ եմ, էլի կուխնյայում։ Կան ռեստորաններ, կան կուխնյաներ, կան աշխարհներ, որ ես սիրում եմ, կարամ հիմա չէ, բայց կարա գնայի, ասեմ, Իսպանիա մի հատուկ ուտելիքի հետևից, Արգենտինա խորովածի։ Իհարկե կան զանոչի սահմանափակում, ես ի վերջո տեսնելով կամ այդ համերը առնելով ստեղծագործել եմ կամ սիրել եմ։ Առանց բաղադրատոմսի իմանալու, փորձել եք։ Այս կանեմ ուտելիքը ուտեմ, չիմանամ ինչ ձև եմ պատրաստել, մենակ այդ պրոդուկտ, այդ ամեն ինչը ինձ փոխանցեն, ես նույնը կրկնեմ ավելի լավ։ Հիմա գնում եմ լավ, ասենք, տեղեր օգտվել, բերում են, ես ինձ դուրս չի գալ, ես սկսում եմ այս տեղում պատրաստի ուտելիքը ավելի համովասնեմ։ Իրանք են նայում, ու քիչ ուտեմ, ասում են, Ասատրյան ջան, ես ինչի դուրները չեկավ, ասում եմ, դե չեմ կարող ամեն մարդ ասեմ, չի ասում եմ, չէ, շատ լավ էր, որ ժամանակի համար եմ, դե ժամանակ ունեի, ուզում եմ։ Հիմա գնում եմ տարբեր բաներ պատվիրում եմ էլի
ռեստորան չի լինի, գնաս մի փոքր մի բան ուզես, ասում են ասադրան եկել մի հատ փոքր մի բան ուզե, բայց այդ փոքրն ենք հազիվ կարողանում էլի ուտել։ Ստիպված մի քանի բաներ ուզում եմ, որ տեսնեմ կամ ռեստորանում չեմ նստում, մենակ մի հատ փոքր սանդվիչ վերցրի կամ մի փուրջ հացի կտոր, կարակով, որ ռեստորանում այդ փոքր սանդվիչ պատվիրում եմ ու չեմ օգտվում, շատ քիչ մի գտալ ամեն մեկից կամ մի փոքր վերցնում եմ, որ շատ չեմ կարողանում դե ու գալիս են նեղվում են, վայ ինչի բան համով չի, ասում եմ, շատ համով ես կերած է պրոստ ժամանակս, ասում եմ, ուզեցի, որ ձեզ գործն էլ, սենց էլ ասում եմ, որ նայեն այդ ռեստորաններում կամ բանում այդ հարցերը շատ են տալել, ինձից չտան, ասում եմ եթերով, որ հանգիստ լինեն։ Ինչ կա ձեզ համար հայրենիքում, որ ուրիշ ոչ միտեղ չկա, որովհետև դուք գնացիք երկրից, բայց կարելի ասել հայրենադարձվեցիք, որովհետև չգտաք ուրիշ տեղ այն, ինչը հայրենիքում կա։ Հայրենիքում անգամ ամեն ինչը ջերմ ու անուշ է ստացվում, թեկուզ են, որ խնդիրել ունես առողջական ու գնում ես հիվանդանոց, անգամ ջերմ է վերաբերում, անգամ քո համար հարազատ են խոսում, կամ կարան գան բժիշկներ ասեն չհասկացանք, ես ինչի ես եկել, դու խի պետքա գաս հիվանդանոց, ասում ես, որ դու մարդ ես, ասում ես, չէ, դու չպետք է հիվանդանոց, էդի մի հատ անբացատրելու, որ ոչ մի երկիր չի կարա, այդ սերը, այդ ուժը, այդ սրտով ասում, առանց մտածելու ասում, բայց զգում ես սիրտ այդ մարդու ոնց է քո համար, քո ուժն է, քո հայրենիքի տեսակն է, քո հայրենիքի մայրն է, բուժքույրն է կամ բժիշկն է կամ չգիտեմ, քեզ ծափարողն է, քեզ գեդին գցողն է։ Կարաս կամ անես, մի հատ փոքր բան անես, մի վարկյանում քեզի թաղեն կարան մի վարկյանում քեզի Աստված ասնեն, դա հայրենիքն է։ Իսկ կա մի բան, որ մենք հայրենիքում բնակվողներս կարող ենք անել, որպեսզի խթանենք հայրենադարձությանը։ Կա այսօր այդ ամեն ինչը կա, բայց շատ չի այդ մասին ասվում, քաջալերում, բայց այսօր հայրենիքը խաղաղ է, այսօր հայրենիքը կարիք էլի ունի, էլի ուզում եմ, եթե կլսեն, թող մեր հայրենիքի սատարեն, խարիբները, կռունկները գան, ովքեր էլ այսօր ստեղ պետքա դիմավորեն, շատ ուշադիր լինեն, շատ ջերմ հրավիրեն, ցանկանան, որտեվ ամենաթանկ, ամենակարևոր, ամենավաղվանը էլի ռեսուրսը կարևոր մարդն է, այն մարդիկ են, որ պետքա վաղվա ապագան էլի ծնեն հայրենիքում այդ բալիկները, այդ սերունդները կուզեն լսեն, ուշադիր լինեն, եթե ինձանից է կախված, բոլորին ես խնդրում եմ գան, եթե ես եմ դիմավորում, բոլորին սրտնաց դիմավորեմ, բայց ինձանով չի, հասկանում ենք ինչի մասին, իրանց եմ խնդրում, միասին ապրենք, մեր երկրում ապրենք, մեր երկրում ես ունքան տարածքներ ունենք, որ գնում ենք ժամերով կարան մեր այս աշխարհի հայությունը հավաքվեն, ուրիշ ազգեր էլ հավաքվեն, ասես կողքի ապրենք էլի, ինչի՞ չէ։ Ես մի հատ ասեմ հայրենիքից ուրախացնելով կարող 3 օր 4 օր գնամ հասնեմ Արգենտինա, ինչի գնամ Սևանում գերքեմ, գնամ Դիլիջանում գերքեմ, էլի կվերադառնամ իմ տունը հանգիստ, յուսուր էլի կգնամ իրաց տունը հանգիստ ուրախացնեմ։ Ցանկանում եմ, բայց դժվարանում են մարդիկ մեզ լսել, թող այդ մարդիկ գան մեզ ստեղ լսեն, թող գան այդ մարդիկ մենք ստեղ իրար տեսնենք, ստեղ իրար հետ ապրենք, ստեղ արարենք, ստեղծագործենք, մենք իրար ինչ կարանք անի, մենակ կարող լավություններ անենք, իրար թևութիգունք լինենք, ու դա ուժն է էլի, իրար կողքի լինելու ուսուսի տալը, դա ուժն է, ինչի բացակայեն կամ աշխարհով էլի աշխարհը մերն է, բայց ինչի տենց կարոտով ապրենք։ Եվ ձեր երեխաները եւս հայրենիքում են մեծանում, բացի Գրիշոյից եւ Սյուզից ունեք 2 փոքր երեխա, Արամը եւ Մարին։ Իրենց մասին այդքան շատ չի խոսվել, իրենք ինչպիսի բնավորություն ունեն, ում են ավելի նման, ես վստահ եմ, որ էլի երաժշտական գենը իրենց մեջ եւս խոսում է։ Մեզ են նման, մեր տեսակին են նման, զբաղվում են, դպրոց են գնում, երաժշտական են գնում, բարի են գնում, սպորտ են գնում։ Մեծացնում ենք մեր բալիկներին, փորձում ենք էլի ծնվել են Միացյալ Նահանգներում, ապրում են, ապրեցնում ենք հայրենիքում, կապում ենք հայրենիքի հետ։ Ես միշտ ասում եմ ինձ համար դուրսը ապրելը Հինգաստանի հյուրանոց է, ինչքան կարելի է ապրել Հինգաստանի հյուրանոցում կամ 3 աստանի, կարևոր չի հոթել է, էլի։ Բայց ի վերջո ուզում ես վերադառնաս քո տունը, ես այդ իմ երեխեքին ասում վերադարձեք մեր տունը, տեսեք մեր տունը, տեսեք մեր տեսակը, խմեք մեր ջուրը,
շնչեք մեր օդը, հասկացեք մեր պապերի, մեր մենտալիտետը վաղը կապի մեջ լինենք։ Մենք շատ հետաքրքիր եւ շատ սիրուն ազգային սովորություններ ունենք, որը երևի թե միայն մեզ հայերիս է շատ հատուկ եւ դեռ պատմությունից եկած։ Դուք ունեք Արամ անունով որդի եւ ես գիտեմ նաեւ, որ վերցնելով լեգենդար երգչի անունը, նաեւ որպես ազգանուն եք իրեն սարքել եւ Գրիշոն հենց պաշտոնապես անձնագրով Գրիշա Գևորգ Արամյան։ Ինձ հետաքրքիր ոնց է այս միտքը ձեզ մոտ եկել, իհարկե սա մեր պատմությունից եկած բան է, որովհետև մենք գիտենք, որ մեր մեծերի յուրաքանչյուր մարդու տոհմածառում, հա, այդ շատ մեծի անունը վերցնում են, մեկը ով շատ առանձնահատուկ է եղել եւ շատ հայտնի է եղել, իր անունը դարձնում են ազգանուն։ Ինձ հետաքրքիր է այս միտքը երբ եկավ ձեզ մոտ եւ ինչպես որոշեցիք։ Գրիշան ծնվեց Միացյալ Նահանգներում։ Գրիշայի ծնվելուց առաջ ծնվել են իմ մեծ եղբայրներիս բալիկները եւ Տիգրանի եւ Սեթրակի բալիկները ծնվել էին, Արամ ունեին, ու մենք ապրում ենք Միացյալ Նահանգներում, բոլորս մի տան մեջ, ու շատ հետաքրքիր էր, զարմանալի էր, որ դե հայրենիքում էդի ընդունված է, որ ծնողը իր զավակների հետ մեծ տան մեջ ապրում է արսներով։ Միացյալ Նահանգներում տենց չէր, մենք մի քանի տարի տենց որ եթերները լինում զանգում են, ոնց են գժվում են, որ դուք իրար հետ ապրում եք։ Երեխեքը որ ծնվել էին, ու Գրիշան էլ ծնվեց, մի տան մեջ ենք։ Ասացինք դե ընտանիք են խոսում ենք անուն, ինձ համար իհարկե Արամ պետքա լինի առաջինը, Արամն էր։ Արամը չթողեց papan, ասի ոնց, իմ երեխան ասեց չէ, քանը չիմն է, դե դու կունենաս։ Արամ չդնես, ասի բայ ցավը տանեմ հեր ջան, բաբա, Արամ չդնեմ։ Ասես որ իր անունը Արամ դնիր, մեր տունը կդառնա Արամ Ավան։ Արամ թորներով բան, ասես լուկ բան արեց էլի։ Ասի լավ, պապ ջան, ու Միացյալ Նահանգներում շատ ազատ էլի, ուզում ես ազգանուն դի, 3 հատ անուն դի, կես անուն դի, շատ ազատ էլի, այստեղի նման չի վայելում։ Մի խոսքով ես էլ մտածեցի, ասի լավ, պապ ջան, քեզի չնեղացնեմ, բայց դու էլ չնեղանաս։ Գրիշանը շատ եմ սիրում, դե հոպարիս, անունը դրեցի, էլի ինձ համար ծնողա, բայց Արամն էլ Արամյան դրեցի Գրիշային, որ ասեցի վաղը միսօր այստեղ եմ միտեղ պետքա երևա որ ինքը որդից է գալի ուրա գնում ու տենց եղավ։ Հետո որ Աստված տվեց Արամոյից արդեն նորից մեր տունը լցվավ մանկան ճիչով, այդ ազատություն ունեի, ասի դու էլ Արամ ասա դրան պետքա լինես, ինչ այլ։ 35 տարի, մոտավոր արդեն 35 տարի բեմում եք եւ ինձ հետաքրքիր է թե ստեղծագործական կյանքում, թե անձնական կյանքում, որն է ձեր ամենամեծ ձեռքբերումը այսօր։ Իմ ամենամեծ ձեռքբերումը իմ ընտանիքն է, իմ զավակներն են, որ մեր հանրությունը ճանաչում է իմ ընտանիքը ու գնահատում է, բոլորը արարում են, բոլորը ստանդարտների մեջ լավ ապրում են, չափերը չեն անցնում։ Իսկ երգարվեստով իմ ձեռքբերումները շատ են, երևի տարիներին ես էլ ունեմ արդեն 200 ավել երգեր երգած, Աստված առողջություն տա, մի ցանկանում եմ որ այդքան ավել եւս երգեմ, փոխանցեմ այդ ուրախությունը իմ մեջ, քաղցրությունը, փոքր ինձ ասում են Արտաշեն քո ձայնը քաղցր, այդքան բան ունեմ ես մեր փոքր ձայն ու քաղցր, ուզում եմ միշտ քաղցրացնեմ, այդ այն ձեռքբերումները։ Ինձ համար տիտղոսները, կոչումները կարևոր չեն այնքան, որքան ժողովրդի սերը եւ գնահատանքը, սրանք ձեր խոսքերն են եւ վերջում էլ հավելել եք, որ Արամ Ասատրյանը եւս հենց այդպես մտածում էր եւ ասում էր։ Տիտղոսներն ու ամեն ինչը դրանք բլանկներ են կամ թղթերի վրա կամ ինչ-որ ստեղծված բաներ են, ճիշտ է, ընդունելի է, գնահատել է, որ քեզ գնահատում են, ովքեր այսօր ժամանակին, որ իրանց ձեռքն է այդ ամեն ինչը, բայց ժամանակին էր ձեռքը, իսկ ամենամեծ ձեռքբերումը ու ամենամեծ գնահատողը իրոք ժողովուրդն է, այդ սերն է, որ մարդիկ այդ ամեն ինչը բոլորը հավաքեն էլ տան ժողովրդին, եթե չի սիրում, չի գնահատի։ Մարդիկ կան, որ տենց իրանց տան ամեն անկյունում տենց բաներ ունեն լիքը ստացած, բայց ժողովուրդը չի ճանաչում, չի սիրում, չի սիրել, ուզում է 10 տան չապել տենց տիտղոսներ տան, դա ոչ մի բան է, դա հաճելի է, բայց ամենակարևորը ժողովրդի սերն է, անկեղծ որ դա անգնահատել է, փառքասու մենք մի փոքր մասն ունենք այդ ամեն ինչի, էլի առիթից օգտվելով ուզում եմ խոնարհվեմ այդ ծափարողների, այդ լսողների, այդ ժողովրդին, իմ սերն ու այդ ամեն ինչը որ մեզ տալիս են,
Մենք էլ ես ճիշտ է փորձում եմ մի քանի ուրիշ գործունեություններ եմ ձեռնարկում, զբաղվում, անում, բայց ինչ ուր էլ գնամ, ես պետքա մնամ երգի մեջ, պետքա մնամ երգը հետ տալուն, իմ մեջ եղածը հետ տալուն իմ ժողովրդին, որով ինձ մեծ արտաշ են դարձրել մեր ընտանիքին, այդ են ցանկացել ու չեն կտրվելու, մնալու ենք այս հողի վրա, մնալու ենք երգի մեջ, մնալու ենք երաժշտության մեջ ու նորից վերադարձնենք այդ իմ լավ ու քաղցր սիրելի ժողովրդին, հայ ժողովրդին, ձեր ցավը տանեմ ես։ Շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Շնորհակալություն ձեզ, բոլորիդ, սիրում ենք ձեզ։ Եթե ցանկանում եք ձեռք բերել արևային կայան ձեր տան կամ բիզնեսի համար, բայց չգիտեք թե որ ընկերությանը վստահել, առաջին եւ միակ անվճար ինտերնետային հարթակը Solar Portal-ը կօգնի ձեզ։ Մուտք եք գործում solarportal.am կայք, անվճար գրանցվում եք եւ ընդամենը 24 ժամվա ընթացքում ստանում եք բազմաթիվ գնառաչարկներ շուկայի լավագույն եւ ստուգված ընկերությունների կողմից։ Եթե կլինի խորհրդատվության կարիք, ապա հարթակը այն կտրամադրի անվճար եւ անաչառ։ Իդեպ, ձեր բոլոր տվյալները գաղտնի են մնում։ Solarportal.am, մուտք գործիր հիմա։